Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Հռութի գիրքը երկրորդ գլուխ։ Հռութ գաշխատի Փոսի արդին մեջ։ Նոյեմի իր ամուսինին գոմե ծանոթ մուներ։ Ան Ելիմելեքի քերտաստանեն էր ու շատ հարուստ մարդ մներ եւ անոր անունը Փոս էր։ Մովապացի Հռութ Նոյեմի ասավ. Գաղերսեմ արդերը երտամ ու հասկեր քաղեմ անոր յետևեն, որուն աչքերուն արջև շնորհք պիտի գտնեմ։ Անալ իրեն ասավ. քնա աղջիկս, ուստի քնած եւ արդիմը մեջ մտնելով հնցողներուն յետևեն հաս քաղեց։ Թիպվածով բադայեցավ, որ ան Ելիմելեքի քերտաստանեն եղող Փոսի արդին մեջ գտնվի։ Ահա Փոս Փեթլեհեմեն եկավ ու հնցողներուն ասավ. դերը ցեզի հետ լա։ Անոնքալ պատասխանեցին. դերը քեզ օրտնե։ Փոս հնցողներուն վերագացու եղող իր սպասավորին ասավ. այս երդասարտուհին որունն է։ Հնցողներուն վերագացու սպասավորը պատասխանեց. Նոյեմիի հետ Մովապի թաշտավայրեն վերադարձող Մովապացի երդասարտուհին է։ Անմեզի ասավ. գաղերսեմ, որաններու մեջ հնցողներուն յետևեն հաս քաղեմ եւ ժողվեմ։ Արդուն գանուխ եկավ ու մինչև հիմա գայնած էր, այժմ քիչ մնստած է դան մեջ։ Փոս Հռութի ասավ. մտի գրե աղջիկս, հաս քաղելու համար ուրիշին արդը մի երթար եւ ասկեալ մի հերանար, հաբահոս իմ սպասուհիներուս հարե։ Աչքերդ անոնց հնցած արդին վրա թողլան ու անոնց յետևեն կնա։ Ահա ծարաներուն բադվիրերեմ, որ քեզի չթփչին, եւ ծարավնաս անոթներուն քով կնա եւ ծարաներուն քաշած ճուրեն խմե։ Հռութ երեսին վրա կեդին ինգավ, երկրբակեց ու անոր ասավ. ինչպես քո արջևը շնորհ կտա, որ զիս ճանչնաս, քանի ես օդարազգի եմ։ Փոս անոր պատասխանեց. քո ամուսինիդ մեռնելեն յետ ինչ որ գեսուրի տրիր, բոլորն ալ բատմեցին ինձի, թե ինչպես հայրդ, մայրդ եւ ծննդավայրը թողուցիր ու եկար այն ժողովրդին, որ առաջունե չէիր ճանչնար։ Դերը հադուցանե քո արարքիդ փոխարեն եւ լիագադար վարձ տրվի քեզի դիրոճմեն Իսրայելի աստուծմեն։ Քանի որ թուն եկար, որբեսի անոր թևերուն դակ աբաստանիս։ Անալսավ. իմ դերս, քո աչքերուդ արջև շնորհք գտնեմ։ Արտարև թուն զիս մխիտարեցիր եւ ըստրգուհիդ քաղցությամբ խոսեցար, թեպետ ես ըստրգուհիներեդ մեգուն բեսալ չեմ։ Փոս ջաշի ադեն անոր ասավ. հոս մոդեցիր, հացենգեր ու բադարդ քացախին մեջ թաթխե։ Ուստի անհնցողներուն կով նստավ։ Անոր փոհրած ծորեն դվավ, անալ գերավ, գշտացավ եւ ավիլցածը բահեց։ Երբ գանկնեցավ հաս քաղելու, Փոս իր ծառերուն բադվիրեց։ Որաններուն մեջենալ թող քաղե, ու զինք մի խայդարագեք։ Խուրցերենալ անոր համար կեդին ցկեցեք ու թողուցեք որ քաղե եւ զինք մի սաստեք։ Ան մինչև իրիգուն այդ արդի մեջ մնալով հասկեր քաղեց ու երբ քաղածը ձեձեց, մեկ արթուի չափ քարի եղավ։ Զայն գրեց եւ քաղաքը մտավ, ու գեսուրը անոր քաղածը տեսավ։ Հռութ իր գշտանալեն յետ ավելցածը հանեց եւ անոր տվավ։ Գեսուրը իրեն ասավ. այսօր ուր հաս քաղեցիր եւ ուր աշխատեցար, քեզ ջանցողը օրտնյալը լա։ Ինքալ իր գեսուրին իմացուց թե որուքով աշխատեր է, ասելով. այն մարդը, որունքով այսօր աշխատեցա, Փոս կգոչվի։ Նոյեմի իր հարսին ասավ. ան դիրոճմեն օրտնյալը լա, որ ողջերն ու մերյալները իր գարեկցութենեն չզրգեց։ Նոյեմի անոր ասավ. այդ մարդը մեր մերձավորն է, ան մոտ ասկական է մեզի։ Մովապացի Հռութ ասավ. ան նաեւ ինձի ասավ. իմ ծառաներուս հարե, մինչև որ անոնք ամբողջ հունցքս ավարտեն։ Նոյեմի իր հարսին Հռութի ասավ. լավ է աղջիկս, որ անոր սպասուհիներուն հետ դուրս ելես ու քեզ ուրիշ արդիմը մեջ չտեսնեն։ Ուստի ան Փոսի սպասուհիներուն հարեցավ, որ հաս քաղե մինչև քարի հունցքին եւ ծորենի հունցքին ավարտիլը, ու իր գեսուրինքով գպնագեր։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։